Ֆրանսիայի խանութները դատարկել են։ Ֆրանսիայում դու չես գտնի որևէ խանութում եւ օրեցօր պակասում են մնացած մթերքներից, թե ինչու կիմանաք շուտով, քանի որ հիմա փողոցում եմ, շտապում եմ գրանցվել դպրոցում, որտեղ էլի ֆրանսերենս եմ զարգացնելու, պատրաստվում եմ քննության։ Դեռ չգիտեմ երբ եմ քննության, իրենք կանչեն, բայց ես արդեն նախապատրաստ եմ, որի համար պետք է առավոտ շուտ գանք, սպասենք հերթի մեջ մնանք, մինչև որ ժամը 9-ին դուռը կհաճեն կբացեն։ Թե ինչ սիստեմ է չգիտեմ, ամեն տարի էսպես են անում, առավոտ շուտ 8-ին պիտի լինեի, 8 անց է արդեն, ոչինչ չեմ կարծում, որ այդքան շատ մարդ կլինի, ամեն դեպքում գնամ տեսնեմ գրանցվելուց հետո ինձ համար ուսուցիչ կգտնեն, որովհետև արդեն երկրորդ տարին է չեն գտել լեզվի իմացության մակարդակի մարդ չեն գտել, էլի սկսնակների համար է հիմնականում, դրա համար խնդիր է, հիմա տեսնեմ այս անգամ դա կլինի թե չէ, դե մութ է, արդեն նկատելի է, դեռ մութ է, այսպես սիրելիներս արդեն հասատեղ, մի փոքր անձրև էր գալիս, հիմա կտրվեց, չէ, ոնց որ իրանք եկել են, հա, ոնց հասկացա, հələ մի հատ նայեմ, թե մարդ չկա, տեսնեմ մարդ կա, հերթ չկա, մարդ չկա, երևի առաջինը ես եմ, դե ես կայցակ եմ շուտ գալիս եմ։ Խնդրեմ ժողովուրդ ջան, տեղ չկա, ուսուցիչ չկա էլի, որ պարապեն, տեղ չունեն, շատ են գալիս այստեղ, իբր բարձրորակ կենտրոն է։ Ասում եմ, բա գրեիք, մեզ հաջողարկեիք, որ տեղ չկա, այլ ինչի առավոտ սենց շուտ վերկացա եկա։ Դե մորեք, ցավում եմ, բայց տեղ չունենք։ Այ ես հաստատությունը սենց չոր ու շատ կոպիտ է, շատ խիստել են նաև ուսման ընթացքում։ Դե լավ պրոբլեմ չի այդ քննության բաներն է ուզում պարապեի, երբ որ կստանամ պրեֆեկտուրայից այդ հարցաշարը կնստեմ կպարապեմ այդքան բան չկա, ուղղակի ասի մի քիչ լեզուս ավելի էլի ճկուն դարձնեմ այդ գրական գեղեցիկ բառերով, թե չէ առօրյա շփվում եմ ես զրուցում եմ, խնդիր չի, չնայած էլ խնդիր չի, ամեն դեպքում սիրելիներս, լավ չէր, որ այսքան շուտ վերկաց անհանգիստ էի, դե գիտեք բնավորությունս, այսքան է այս պահի համար կզրուցենք։ Շատ եմ սիրում, երբ տեսնում եմ, թե քաղաքը ինչպես է արթնանում։ Հատկապես այսօր ավելի շուտ եմ անցնում այս հատվածով եւ տեսեք, թե ինչքան գեղեցիկ է։ Արդեն լուսանում է, բայց դեռ գիշերվա լույսերը վառվում են։ Ուր որ է կսկսվի լուսաբացը, ամբողջովին կլուսանա եւ կսկսվի եւս մեկ աշխատանքային օր։ Բայց Ֆրանսիայի թերություններից մեկն էլ այն է, որ լուսաբացը դիմավորում են նման ձևով փողոցներում շատ մարդիկ կան, որոնք քնում են փողոցներում, եւ փողոցը նրանց տունն է դարձել։ Համապատասխան հաստատություններ հրաժարվում են գնալ, փողոցում էլ կերակրվում են 3 անգամ։ Ժորժ ջան, դե ժամանակն է, որ միասին սուրճում ենք, չէ՞, այսքան շուտ արթնացել եմ, չեմ շտապում, չնայած մոտավորապես 1 ժամից տանից դուրս կգամ, գնալու ենք Կարենի հետ խանութներ, պայմանավորվել ենք էլի, որ այդ գրանցումից հետո զանգեմ գնանք, հարմար է շուտ կվերջացնեմ, թե ուշ կվերջացնեմ եւ փաստորեն շատ շուտ էլ եկա, այդպես նկարելով, բանով եկա, նույնիսկ դանդաղ կարելի ասել, բայց հիմա ժամը 9:10 է, մի ժամ առաջ դուրս է եկել տանից։ Հիմա միասին սուրճ խմենք եւ ձեզ ցույց տամ դեղատնից իմ գնումները շատ մոտիկից, որովհետև մարդիկ գրել էին, որ չէր երևացել պարզ, ցույց կտամ մանրամասն կասեմ եւ կասեմ նաեւ թե ինչու Ֆրանսիայի խանութները սկսում են դատարկվել։ Հենց դրա համար տանից դուրս եմ գալու, գնանք փաստով նայենք։ Չնայած մի քանի օր առաջ որ գնումներ էի արել, այդ օրը ես որ ձու էի վերցնում, նկատեցի, որ դատարկ չեն, բայց բիոձու էի ուզում, բիոնդ է այստեղ, որ մենք ասում ենք, բնական էլի առանց հորմոնների բանի, չկար, ես ոնց որ վերցրեցի թթվածնով հագեցած, այդպես լավ, էլի ֆերմերի ձու վերցրեցի։ Բանից պարզվում է, որ Ֆրանսիան, ոչ թե Ֆրանսիան, այլ Եվրոմիությունը, հանձինս են Ուրսուլան պայմանագիր է կնքել Հարավային Ամերիկայի երկրների հետ, Արգենտինա, Բրազիլիա, մի խոսքով այդ կարգի երկրների հետ,
մատչելի գնով ձուն ներկրելու համար։ Ֆրանսիայում ձուն շատ են օգտագործում եւ երևի թե աշխարհում բոլոր տեղերում, չգիտեմ, ամեն տանն էլ ձուն ամենաշատ օգտագործվող սննդամթերքն է։ Հիմա ֆերմերները ցույց են անում, բունտ են անում, որ նման բան չներկրեն, նախ դրանք չեն համապատասխանում եվրոպական ստանդարտներին, հետո որ նման էժանձևով պիտի բերեն, լցնեն, նաև իրենց է վնաս։ Դե ֆերմերը ասելով դուք պատկերացրեք մեծ տնտեսություն է հեկտարներով, այդ մարդը ենթադրենք մշակում է ինչ-որ միտեղ մեկը լոբի, մյուսը խոզ, մյուսը ասենք թե տավար, ու այդ իրանք ապահովում են այդ ֆերմերները Ֆրանսիայի խանութների պահանջարկը։ Ձուն, տեսեք, ֆերմերները ձուն են բերում եւ տարբեր տեսակի բարձր հարկեր են ուզում։ Հիմա դժգոհ են բնականաբար եւ ցույց են անում ու չեն բերում խանութներ, ցույց տվեցին հեռուստատեսության, որ տարել են, գնացել են Փարիզ, հատկապես այդտեղ իրենց այդ տրակտորներով, այդ բաները շպրտում են, սննդամթերքը որ պետք է խանութներ տային, չեն տալիս, բայց շպրտում են եւ այսպես դեֆիցիտ է առաջացել։ Հիմա թե այս հարցը ոնց կլուծվի, դե բնական է նախագահն էլ ասել է մի բան կանենք, չէ մենք Ֆրանսիան չի ներկրի, բայց տեսայլ Եվրոմիության, Եվրոպարլամենտի որոշումն է, կարծում եմ չի կարող չընդունել։ Վերևից են էլի թելադրում, ամեն մեկին էլ թելադրում են։ Հիմա դե ինչով կավարտվի, հետագայում պարզ կլինի կասեմ, եւ որպեսզի տեսնենք որքան է սա ճշմարտությանը մոտիկ, կգնանք միասին խանութ, չնայած ուրիշ խանութ եմ գնալու, ասեցի նախորդ տեսանյութում, որ գնալու ենք ամաների համար այդպես պատասխան կա, նմանատիպ խանութ ենք գնալու։ Այսպես սիրելի հետևորդներ, հիմա սուրճս մի քիչ հովանա, եռմանե եւ ես ձեզ ցույց եմ տալիս։ Ուրեմն դեղատնից գնել եմ այս լայսյոն տոնիկը, բիոդերմա ֆիրմայի, նայեք մոտիկից, լավ երևում է, ինձ թվում է։ Սրանով կարող եք դեմքը մաքրել, աչքերի համար է, ինքը խոնավություն է ապահովում 24 ժամ, բացում է դեմքի գույնը, իր մեջ նիասինամիդ նյութ կա, որը սպիտակեցնում է, փայլ է հաղորդում, մաքրություն, թարմություն է հաղորդում, տոնիկով մաքրելուց, եթե անգամ ուրիշ բանով եք մաքրում ջրով կամ ընդհանրապես լվացում եք, չգիտեմ ինչ եք անում, կարող եք բամբակի վրա սրանից լցնել եւ էլի շփումներ անել, շատ լավ օգնում է։ Այս տոնիկով մաքրելուց հետո չեք լվացվում, այսա շատ առավելություն ունի։ Աչքերին էլ է կարելի, նաև դեմքին, պարանոցին, ահա, մեկ անգամ եւս տեսեք, շատ լավն է։ Սա իմ արդեն երկրորդ շիշն է։ Մյուս բանը, որ բացահայտ կարող եմ ասել, եթե դուք իմ մշտական հետևորդներն եք, գիտեք, որ ես շատ բաներ Շանելից էլ ունեմ։ Շանելից կրեմ էի գնել, աչքերի կնճիռների կրեմ, բացարձակ չօգնեց, որևէ բան չզգացի, որ քսած է։ Նույնը Իվ Ռոշեից, նույնը որ Ավենից էլ էի գնել, հա։ Այսպես տարբեր, էլի մի ֆիրմայից էլ էի գնել, որևէ մեկը, որևէ ազդեցություն դրական չունեցավ։ Հələ Ավենի կրեմը կարծեմ ավելի թանկ էր, էլի դեղատնից է արել։ Հիմա պատահական, որ խոսում էի մեկի հետ, որ Շանելի կրեմ երևի մի հատ մեկ ուրիշ վերցնեմ, ասեց Շանելի աշխատողներից մարդ եմ ճանաչում, ում իր կոսմետոլոգն ասել է, որ օգտագործիր Լա Ռոշ-Պոզեի աչքի կրեմը, հակակնճիռային, նա էլ օգտագործում է ու շատ գոհ է։ Հիմա ես այդ հիշելով այս անգամ դեղատնից հենց դա գնեցի, նայեք, Լա Ռոշ-Պոզեի, չնայած որ դեղատուն մտնեք, այնտեղ դրված է, հարցնեք, անտիղիդ ֆրանսերեն նշանակում է հակակնճիռային եւ B5 վիտամինով։ Մեկ անգամ եւս մոտիկից ցույց տամ, որ ավելի պարզ լինի ժողովուրդ ջան։ Ահա, այսպիսի տեսք ունի։ Իսկ կրեմը, տեսեք, անգլերեն եւ ֆրանսերեն, մեջն էլ
Սա է։ Շատ գոհ եմ։ 2 օր է քսում եմ եւ արդեն արդյունքը նկատելի է։ Ահա։ Սա է տուփը։ Դեղատնից գնել եմ հաջորդը մագնեզիումը B6 վիտամինով, որը շատ լավն է։ Ես մշտապես օգտագործում եմ սա օրեկան 1 անգամ օրվա մեջ կամ առավոտյան նախաճասից հետո ցերեկը մինչև 12-ը կամ 12-ից հետո որ ճաշում եմ ճաշից հետո 45 հատ է մեջը նման կապսուլներով։ Ահա։ Մագնեզիումը շատ լավ է։ Միշտ խմեք, երբեք շատ չի լինում։ Ամենաշատը, եթե շատ դոզան ընդունեք, կարող է փոլուցություն առաջանա, դա է միայն ամենավտանգավոր բանը, որ ինքը կարա ցույց տա։ Մնացած բոլոր դեպքերում սա շատ կարևոր է մեր օրգանիզմի համար, ներվերի, մկանային ցավերի, մի խոսքով հոգնածության դեմ շատ լավն է։ Անպայման օգտագործեք այս միներալը եւս։ Դեղատնից գնել էի նույնպես, չնայած սա տալիս են դեղատոմսով, բայց կարող եք գնել նաև առանց դեղատոմսի այս բետամետազոնը, որը շատ լավ է էկզեմայի համար եւս վերքերն է լավացում, կարմիր գույնի, եթե վիրահատությունից հետո կամ ընդհանրապես ցանկացած վերք դեռևս լավ չի լավացել եւ մնացել է կարմիր գույնի, ապա ձեզ օգնության կգա այս մազը։ Օրը քսում են 1 անգամ եւ կարմիր հետքերը վերանում են, հատկապես կարերը, որ որևէ վիրահատությունից ունեք, այդ կարերի վրա է քսում, մերսում եւ արդեն այդ կոշտ մասերը ցրվում են եւ իրենք արդեն հարթեցվում են։ Ահա, այստեղն է կարող եք կրեմը վերցնել եւ շատ կարեւոր է յուրաքանչյուր ընտանիքում ունենալ։ Այսօր կարծես թե դեղատան գնումների օրը ստացվեց, հաջորդ ուզում եմ ձեզ ցույց տալ հիշողության ամրապնդման համար շատեր ունեն այս խնդիրը անկախ տարիքից։ Գինկո ծառի տերևից է պատրաստված, կարող եք հարցնել դեղատններում, Ֆրանսիայում գինկո բիլոբա, այդպես արդեն իրենք կհասկանան, ոչ միայն հիշողության համար կա, այլ շատ խնդիրների հետ կապված։ Կոնկրետ սա Ֆրանսիայում է արտադրված, տեսեք նշված է, թե որ քաշի քանի կիլոգրամի դեպքում ինչքան կապսուլ օգտագործել։ Հաճախ ավելի շատ տարածված է գինկո լինգո, այսպես էլ են շատերը ասում, միգուցե Հայաստանում, ամեն դեպքում ուշադիր եղեք, շատ կարևոր է հիշողությունը, կարելի է օգտագործել կախված մարդու քաշից։ Դեղատներում կհարցնեն, սա տալիս են նաև առանց դեղատոմսի վաճառում են։ Տարբեր ֆիրմաների նման հաբերը տարբեր արժեքներ ունեն։ Մոտեցեք դեղատուն, աշխատակիցը ձեզ կօգնի։ Եվ տեսեք կապսուլն էլ ահա նմանատիպ է։ Լցնենք, գցենք տեղը եւ փակենք։ Ահա։ Սա էլ հիշողության համար։ Իդեպ, եթե դուք միաժամանակ եք օգտագործում մի քանի հավելումներ սննդային, կարող եք ռեժիմ սահմանել կոնկրետ, եթե երկուսն էլ պիտի օգտագործեք, ուրեմն ցանկալի առավոտյան մեմուարի համար հիշողության, արդեն օրվա կեսից կամ մի քիչ երեկոյան մագնեզիումը։ Շատերը մագնեզիումը երեկոյան են խմում, բայց կոնկրետ երեկոյան ինձ ակտիվացնում է, այստեղ որովհետև հոգնածության դեմ է եւ իմ քունը չի բարելավում։ Միգուցե կան մագնեզիումի տեսակներ, ոչ թե միգուցե այլ կան, որոնք հենց քնի համար են։ Կոնկրետ այս տարբերակը ակտիվացնելու համար է եւ արդեն տարբեր ժամերի կարող եք խմել, ինչպես նաեւ այս սեզոնին կարելի է ցինկ նաեւ խմել մազերի եղունգների համար, որը որ ես կգնեմ հաջորդիվ։ Սիրելի հետևորդներ, հիմա տանից դուրս եմ գալիս, գնանք միասին տեսնենք իրականում ինչ է կատարվում Ֆրանսիայի խանութներում։ Նախ մտնենք այս հետաքրքիր խանութը, տեսեք այս ամանների ցամկոցը ետ տանք եւ տեսնենք թե ինչ տարբերակներ կան մեկ ուրիշը ընտրելու, թե պարզապես ետ տալու։ Իրավունք ունենք ետ տալու, գումարը իրենք վերադարձնում են։ Բայց մենք մտածեցինք, որ կարելի է փնտրել այս խանութում որևէ բան։ Չնայած հենց այս բաժինը բոլորը զեղչված էին, բայց այդպես խիստ անհրաժեշտ բան դեռ չեմ գտնում։
Սրանք լավ բաներ են, ցամաքեցնում են ապակին, տեսեք, սեղանի համար հեշտ հավաքելու, ինձ այս ցանցերը դուր եկան, չնայած կափարիչ չուներ, լվացքի համար այդպես լցնելու բավականին մատչելի էր, այսպես, նայելով առաջ գնամ սիրելիներս, այստեղ ամեն ինչ վաճառում եք, գտնվում է LM թաղամասում, փողոցի եմ Պիկարդ խանութը, որ կա փողոցի վրա, Պիկարդի հարևանությամբ է այս խանութը, արդեն մի քանի տարի է, որ գործում է, տան համար ամեն ինչ ձեր մտքով կանցնի կա, պարզապես մենք բաղնիկի համար այդ փոքրիկ գորգերից տեսանք հենց մեր լամինատի գույնի և մոռացանք վերցնել, մնաց հաջորդ անգամ, թե ինչ վերցրեցինք տանը ես ձեզ ցույց կտամ, բայց մինչ այդ այսպես պտտվենք, տեսնենք էլ ինչեր կա, ամբողջությամբ խանութը զեղչերի մեջ է, սրանք էլ արդեն, ես չգիտեմ հայերեն, կախիչ միգուցե վարագույրների կախիչ, այդ կառնեզների համար են ամրացնելու, տարբեր տիպի կառնեզներ, վարագույրներ, գեղեցիկ դեկորներ, արձաններ, ծաղիկներ, մոմերի մի հսկայական բաժին կա, տարբեր տիպի մոմերի, տարբեր հոտերի, մոտենանք տեսնենք այն, որ ես նվեր էի ստացել նմանատիպ բաներ, որ կոտրվել էր, ահա տեսեք, ներսում ասում մոմը պիտի դնենք և այն հոտավետ մոմը արդեն ինքը պիտի հալվեր և բույրը տարածեր բնակարանով մեկ, այս փոքրը կարծես թե ավելի հարմար էր, երևի սա էլ կվերցնեմ, հենց այս գույնն էլ կվերցնեմ, նայեք տեսեք ինչեր կան, խունկեր, մոմերով այսպիսի սիրուն կոմպլեկտներ, համ մոմը կա հետը, համ այդ հենարանը կա, որտեղ որ կարելի է վառել, ամեն ինչ, ամեն ձևի, ամեն տեսակի, կարող եք այցելել, եթե լիլի բնակիչ եք, անգամ եթե զեղչեր չեն արված այս խանութում, այստեղ գները բավականին մատչելի են, տեսեք սրանք էլ այն փայտերից էին, էլի որ վառում ենք և հոտը տարածվում է ամբողջ բնակարանով մեկ, լամպերն էլ էին էժանացված, սրանք էլ սիրուն դեկորներ էին, մի խոսքով կարծում եմ շատերի ճաշակին համապատասխան բաներ կգտնվեն ավելի մատչելի գներով, ահա առաջ անցնեմ, մյուս կողմից ուսումնասիրենք, սրանք էլ երեխաների համար են, դուդուներն են, այստեղ շատ ընդունված է, փոքր երեխաները անպայման ունեն այս սիրուն խաղալիքներից, իրենց հետ է, սա շատ տարածված է այստեղ, հիմա կարծեմ նույն բանը երեխաների մոտ է հայ երեխաների Հայաստանում, կան նման աշխատանքներ ձեռքով գործելու, եթե հիշում եք մոմեր էի ստացել Մանուկ Ֆրանսից և Մանուկ Ֆրանսը ունի նաև նման տիկնիկներ և սիրուն կոմպլեկտներ նորածինների համար, ահա առաջ անցնենք, էլի խաղալիքներ, փափուկ խաղալիքներ, ճիշտ եմ ասում, չէ, տան համար, ինչ որ բան տեսնում եք, բոլորն էլ կարևոր են, սա էլ ամանեղենի բաժիններ, տեսնենք թեթև են, ինչ գույներ կան, ինչ ձևի ամաններ կան, ես բնականաբար թեթևն եմ նախընտրում, իմ հետևորդներից ինձ ասել են, որ ես Carrefour գնամ այնտեղ կտեսնեմ, օրինակ սրանք սիրուն էին, բայց շատ ծանրոտ էին, էլի, նու շատ չէ ինչ որ Ikea-ի ափսեները, բայց էլի թեթևակի ծանրություն ունեին, ես սպիտակն եմ ուզում այս անգամ գնել, գունավոր ափսեներ չեմ ուզում գնել, սպիտակի էլ նման տեսակներ կային, մյուս կողմում էլ օրինակ այս տեսակ էր, սրանք էլ վատը չէին, սպիտակի հետ այդպես սիրուն կոմպլեկտ, ամեն տեսակի կային, մի փոքր էլի իմ ասած այդ կերամիկայից է, մի փոքր ծանրություն ունեն, մի խոսքով մատչելի գներ են, շատ չէին, որ ասեմ էժան, բայց որքան հասկացա Carrefour-ի սպիտակ ափսեները ավելի մատչելի էին, դե այստեղից մտնենք Carrefour և արդեն համոզվենք դատարկ են խանութները, ապա տեսեք գներն էլ ինչքան թանկ, սրանք հենց ֆրանսիական մսերն են, բարձրորակ, տարբեր տեսակի,
այդպես մսեր, տավարի, խոզի, հավի, տեսեք հավի տոտիկների բաժինը առանձնացված է միայն հավի ոտքեր, թռչունների ավելի ճիշտ եւ սիրուն փոքրիկ այդպես նաեւ պատրաստի որ տանենք, տանը տաքացնենք, կիսա ֆաբրիկատներ, ահա հիշեցի բառը, դե սրանք էլ արդեն խոզի մսերի տեսականին է, այսպես կտրատած, էլի տեսեք զեղչված, այսինքն մսեղենը լիքն է, սուտ լուրեր են, չէ, սա Carrefour-ն է, որ նախկինում կորա էր, դե գիտեք, մենք այստեղ հաճախ են գալի, տեսեք ինչ լավ կտոր է տավարի մսի, յուղոտ հավեսով, մի փոքր ոսկորոտ, լավ բորշի միս կլիներ, ահա, էլի զեղչերի տակ է, գնանք ծվի բաժինը, տեսեք, դատարկ դարակներ կան, բայց ձու, որ չլինի, փաստորեն սխալ է, ձու կա, որոշ խանութներում ասում են, որ չկա, Lidl եւ այլն, ես չեմ եղել, ես մտել եմ նախկին կորան, որ հիմա Carrefour է կոչվում, մի քանի գնումներ արեցինք, ձու էլ վերցրեցինք, իդեպ, տեսնենք ինչ զեղչեր է, երկրորդը 50% զեղչ է, բայց ես փնտրում եմ 70% անոց շոկոլադ, եթե դա էլ գտնեմ, ուրեմն դա էլ կգնենք, մի քանի գնումներ այս խանութից եւ արդեն դուրս գանք, տանը ցույց կտամ, թե ինչ գնումներ արեցի եւ արդեն ձեզ պարզ կլինի, թե խանութներում ինչ կար։ Շորջան, ինչպես տեսանք, էլի սուտ պանիկա է տարածված, ինչքան վլոգեր կա, ինչքան մարդ կա, այդ մասին է խոսում, փաստորեն ամեն ինչ էլ կա, խանութները լիքը, բայց դե որ խնդիր է, մարդիկ դժգոհում են, որ էլ դրսից ձվեր չառնեն, այն հատվածներում դարակները դատարկ էին, ասենք, թե միշտ լիքն է լինում, բայց որ դիֆիցիտ է, դա արդեն սուտ էր, էլի սխալ էր։ Մի քանի գնումներ արեցինք, տանը ցույց կտամ, թե հիմա գնանք տուն, գնանք հացել առնենք ու գնանք տուն։ Շատ փոքրիկ գնումներ արեցինք, ահա 70% անոց շոկոլադը, կոտ դողից ընտրեցի, սա էլ շատ համեղ բիսկվիթ էր, որ արդեն մենք մինչ նկարել է համ տեսել ենք, կարակ ինչպես միշտ, շոկոլադե այս կրեմը, այս Bon Maman-ի ֆիրման շատ լավն է, սա էլ ինչ է, դե կարող եք ասել, կաթնով է բրնձով, գազար, չիպս, անձիվ, ձուն, բիո և մի քիչ ընկույզ վերցրեցինք, կկոտրեմ տեսնեմ լավն է, անցած անգամ լավը դուրս եկավ և արդեն այն ցամկոցը որ հետ տվեցինք, վերցրեցինք լվացք փռելու այս սարքը բալկոնում տեղադրելու։ Տեսեք ինչ էի պատրաստել, մոռացել էի ցույց տայի, շատ քիչ է մնացել, թանով ապուր, իշլի քյութայով, շատ համեղ էր։ Փաստորեն այս փողոցը, որ փակել են մեքենաների համար, միայն թույլատրվում են հեծանիվները եւ արդեն շատ շտապ դեպքերում շտապօգնության մեքենան, որին էլ հենց հիմա ես ականատես եղա։ Արդեն ժամը 5-ն է, լույս է ժողովուրդ ջան։ Ես էլ չգիտես ինչի եղանակը սխալը հասկանալով տակ հագնվել եմ, բայց ահա որ տակ հաճելի եղանակ է։ Ահա, այս շտապօգնության մեքենան եկավ, պոմպիե են ասում, այսինքն ոնց որ սրանք հրշեջ մեքենաները լինեն, հրշեջ օգնությունը, երևի ներսում դիմացի հատվածը սրճան է, ինչ որ մի դեպք է պատահել, Եվրոպայում կարելի է զանգել 112, իսկ Ֆրանսիայում 18 համարներին, եթե Աստված չանի որևէ դեպք պատահի, տեսեք հենց այդ հատվածից մտան 5 քաղաքի այդ հատվածը, շատ հետաքրքիր նկարվում էին, տեսեք, այնքան էլ հետաքրքիր տարազ էր այն աղջիկը հագել։ Մի խոսքով լրիվ հետիոտնային է, միայն իրավունք ունեն հեծանիվով եւ ինքնագլորով այստեղով անցնել։ Ջան, ես էլ նկարվեմ Հոնածառի եւ այս արիվի հետ։ Ոչ տարվա ոչ մի կար չունեմ, բայց գոնե այսպես տեսանյութով երևա։
Սիրելի հետևորդներ, մեկ անգամ եւս հիանանք տոնական արդեն անցած նոր տարվա սիրուն ձևավորումով գեղեցիկ լուսավորությամբ քաղաքի տոնածառի եւ անիվի, քանի որ արդեն վաղվանից պիտի հավաքեն։ Սա վերջին երեկոն է, որ մենք միասին վայելում ենք այս լուսավորությունը եւ գեղեցկությունը եւ ամենակարևոր ու լավ բանը նա է, որ իրոք մեքենաներ չեն անցնում հրապարակով եւ այսպես ազատ քայլում ես։ Դե ինչ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։ Լավ մնացեք ինձ հետ։